Դերասանուհի Անի Խաչիկյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում զվարճալի հոլովակ էր հրապարակել, այդ կերպ ողջունելով իր նոր հետևորդներին։ Դերասանուհու խոսքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Հարգելի սիրելիներ, ողջույն, ուզում եմ ասել, որ նկատում եմ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իմ էջի ֆոլովերների թիվը պես հաստատուն ինտենսիվ կերպով ավելանում է։ Նախ բոլորիդ ողջունում եմ, բոլոր նոր միացածներին եւ շնորհակալ եմ բարի գալուստ։ Ուզում եմ ասել, որ իմ էջը հաստատուն կերպով չի համալրվում բովանդակությամբ, ես չունեմ ինչ-որ թեմատիկ բլոգներ, իմ էջում նույնիսկ իմ մասնագիտության հետ կապված շատ հազվադեպ բաներ են տեղադրվում, չգիտեմ էլ ինչի եք միացել իմ էջին, բայց մի բանը հաստատ է, ինչ որ կա շատ իսկական է ու շատ անկեղծ է, մինիմալ ֆեյք, մաքսիմալ իրականություն ու անկեղծություն, բայց դուք ինձ մոտիվացնում եք, մտածում կարող է պետք է ինչ-որ թեմատիկ բլոգ վարել։ Մեկ էլ նորեկներին ուզում եմ ասել, զգուշացնեմ էլի ամեն դեպքում, որ ես ցինիկ եմ, իհարկե երբ որ դրա հավեսնու ժամանակը ունեմ, մեկ էլ ունեմ շատ բարձր ինքնահեգնանք, սամաիրոնիա, և նույն իրոնիայով, հեգնանքով վերաբերվում եմ բնականաբար եթե ինձ, ապա նաև մյուսներին, բարի գալուստ իմ էջ։ Պատերը նշել էին, որ Անիին սազական չեն նման հրապարակումները, մյուսներն անգամ նշել էին, որ դադարում են հետևել դերասանուհուն ինստագրամում, քանի որ հիասթափված են։ Անին որոշել էր անդրադառնալ այդ հրապարակման շուրջ ստեղծված աղմուկին և գրառում էր կատարել։ Իսկ եթե լուրջ հանդարտեցնելով այս անիմաստ աղմուկը, երբեք մի առաջնորդվեք մարդկանց կեղծ բարոյական սահմանումներով, բարոյականությունն ու իրական արժեքները, որոնք կրում եք, պետք է լայն նայեն, որպեսզի տեսնեն։ Նեղ մարդիկ չեն կարող ձեզ տեղավորել իրենց նեղ սահմանների մեջ, որտեղ ամեն ինչ միայն աշխարհից քողարկելով և իրենք էլ իրենց արժեքներից անսահման հեռու ապրում են, գրել էր դերասանուհին։ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ հետևորդները դերասանուհուն մեղադրում են համարձակ տեսքով ներկայանալու մեջ։ Ավելի վաղ էլ Անին իր միկրոբլոգում հրապարակել էր, ինչպես ինքն էր նշում, ամառային շորերով լուսանկար ու դրան հաջորդել էին հետևորդների բազմաթիվ նամակագրությունները, ինչը բարկացրել էր դերասանուհուն այն աստիճան, որ վերջինս հրապարակել էր դրանք։ Ահա որ խնդալու է, երբ ձմեռը ամառային շորերով ֆոտո ես պոստում ու մարդկանց մի մասի հորմոնալ ֆոնը էս կարգի դիսբալանսի մեջ է ընկնում, տաք պահեք կանցնի։ Շարքը ավելի մեծ է, բայց հավես չկար, միտքը նույնն է, նշել էր դերասանուհին։ Չնայած սոցիալական հարթակներում այս ակտիվությանը, Անին այն հանրային դեմքերից է, ով մշտապես փորձում է փակ պահել իր անձնական կյանքը։ Անին արդեն երկար ժամանակ է, ինչ ամուսնալուծված է։ Նրա նախկին ամուսինը ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին, լուսանկարիչ ռեժիսոր Հայկ Բարսեղյանն էր։ Անին և Հայկը որդի ունեն, Տեսլան։ Ըստ դերասանուհու իրենց հաջողվել է բարեկամաբար բաժանվել, չնայած չեն սիրում խոսել իրենց բաժանման մասին։ Ի դեպ, իր հարցազրույցներից մեկում Անին խոսելով ամուսնալուծության թեմայից նշել էր. «Մեր հասարակությունը բաժանված կնոջը կամ խղճում է, կամ եթե դու ասում ես չէ, ես լավ եմ, երջանիկ եմ, ասում են ուրեմն հաստատ տակը մի բան կա», նշել էր դերասանուհին։ Տարբեր նամակներից կամ անմիջական շփումներից ելնելով հասկացել եմ, որ մարդիկ հիմնականում խղճում են ինձ, չգիտես ինչ ասես այդ մարդկանց։ Մի խղճացեք ինձ, ուղղակի ընդունեք, որ ես բաժանված եմ, պետք չէ ինձ խղճալ, չեմ կարող բացատրել, թե ինչքան անհարգալից ու վատ արձագանք է դա, անկեղծացել էր Անին։ Ու չնայած թեմայի լրջությանը, դերասանուհին մշտապես փորձում է հումորով արձագանքել նման խոսակցություններին։ Վերջերս էլ նա ինստագրամյան իր էջում հարց ու պատասխան էր կազմակերպել։ Դրա շրջանակներում դերասանուհուն ամուսնության առաջարկություն էին արել, ինչին ի պատասխան Անին գրել էր. «Էն ամուսնությունների վերաբերյալ կարող եք հերթագրվել, ձեզ կկանչեն հարցազրույցի»։ Հավելենք, որ բավական տևական ժամանակ համացանցում քննարկվում էր դերասան Հայկ Հովհաննիսյանի և Անի Խաչիկյանի հավանական սիրավեպ,
դեպը։ Հայկը ինստագրամյան իր էջում անգամ կադրեր էր հրապարակել, որոնցում ռոմանտիկ անակնկալ է անում լուսամուտի ծանիին ծաղիկներ նվիրելով։ Հոլովակը միանգամից լայն տարածում էր գտել եւ նոր խոսակցությունների առիթ դարձել, սակայն այդ կադրերն արվել էին նախագծի շրջանակներում։ Անի Խաչիկյանը շատերին հայտնի է որպես դերասանուհի, սակայն քչերը գիտեն, որ իրականում Անին մասնագիտությամբ կինոգետ է, եւ անդրադառնալով այն հարցին, թե ինչու ընտրեց հենց կինոգետի մասնագիտությունը, նա նշել էր. «Երկար պատմություն է, ուզում էի դառնալ ռեժիսոր, թե ինչու, դա էլ առանձին պատմություն է։ Ընդունելությանս քննություններին պատրաստվելու, պարապելու հնարավորություն չունեի։ Երբ ինքնուրույն սկսեցի պարապել, հասկացա, որ շանսերս մեծ չեն։ Առաջին հայտով դիմեցի ռեժիսորական, երկրորդ հայտով ուզում էի դերասանական բաժինը նշել, բայց մեղմ ասած հասկացրի, որ խաղն առած է, սուդյան ծախած, այնպես որ երկրորդ հայտով դիմեցի կինոգիտության բաժին, որտեղ մրցակցություն չկար։ Այսպիսի դասական ընդունելության պատմություն։ Արդեն երբ քննությունները հանձնել էի, առաջին հայտի մասին սկսեցի էլ չմտածել, կարծելով, որ երկրորդ կուրսից ուղղակի բաժինս կփոխեմ եւ կգնամ ռեժիսորական։ Այդպես էլ ավարտեցի թատերականը կինոգետի որակավորմամբ։ Ամեն դեպքում ռեժիսորական կուրսերի հետ շփումներս ինտենսիվ էին, հասկացա, որ իմ բաժինը կինոյի մասին տեսական գիտելիքներ շատ է տալիս եւ այդ առումով չի տարբերվում ռեժիսորականի տեսականից։ Իսկ ինչ վերաբերում է պրակտիկային, ապա ինստիտուտը ռեժիսորներին նման հնարավորություն ուղղակի չէր տալիս։ Լավ էր թե վատ, ես սկսեցի նկարահանվել սերիալներում։ Տարբեր նախագծերում մասնակցությունս պայմանավորված էր տարբերվող արտաքինովս։ Ինձ չէր գրավում հայտնիությունը, ուղղակի գումար էր անհրաժեշտ ուսմանս վարձը վճարելու համար, թե չէ բնականաբար պատրաստված չէի այնքան, որ հասկանայի սերիալում նկարվելը հետո ինձ հանգիստ չի տալու։ Իսկ հանգիստ չի տալու զուտ այն իմաստով, որ եթե ինձ ինչ-որ մեկն ընկալում է որպես դերասան, չէի ցանկանա, որ հետևում որպես սկիզբ անորակ սերիալը լիներ։ Երբ հաղորդման էին հրավիրում սկզբում, խնդրում էի անվանս դիմացից դերասանուհի բառը հանել, որովհետև ինձ համար նման դեր ստանձնելը լուրջ պատասխանատվություն էր։ Ուրախ եմ, որ նման բախում ունեի ինքս ինձ հետ, որովհետև հստակ էր, ես դերասանուհի չեմ։ Իսկ հիմա վերագրում եմ եւ փորձում եմ տեղավորվել դրա մեջ։ Չեմ կարծում, որ ինձ այդպես են տեսնում իմ շրջապատի մարդիկ։ Ինձ թվում է չեն ընկալում որպես դերասանուհի, ես ուղղակի Անին եմ։ Ուսանող ժամանակ բացարձակ ճշմարտություններ ունեի, որոնք հիմա ինձ համար ծիծաղելի են։ Ամեն դեպքում իմ տեսակի ձևակերպումը չեմ կարող տալ, որովհետև ժամանակին դա փորձել եմ բացատրել եւ հասկացել եմ, որ ես չեմ այլ այնինչ պատկերացնում եմ ինչ-որ բաներից դրդված, ազդված։ Մի բան կա, որ հստակ է, ես ազնիվ եմ ինձ հետ ու դիմացինի հետ եւ չեմ ստում։ Ցանկալի է նաեւ, որ դիմացինն էլ սուտ չլինի, ազնիվ լինի իր հետ։ Հակառակ դեպքում քեզ տրված ժամանակն անիմաստ է սպառում, կորցնում ես իրականության զգացումը, որովհետև այդ նույն ժամանակն ես օգտագործում, ծախսում, որ հասկանաս, ինչու ազնիվ չէիր, ինչու ստեցիր։ Սա հաստատուն բան է ինձ համար։ Մենք փորձ չենք անում ինքներս մեզ հետ ծանոթանալու, վախենում ենք մեզ բացահայտել, դրա պատճառները շատ են, որովհետև մի պահ ուղղակի կպարզվի, որ ամենահասարակ բանը չես կարողանում խոստովանել, օրինակ այն, որ չես ուզում ապրել ընտանիքիդ հետ, ու դու շատ երկար չես ուզում ճանաչել քեզ կամ չես կարողանում, որովհետև մեր իրականությունը նեղացնում է ինքդ քեզ ճանաչելու փորձերը։ Ազատությունն ու անկախությունը շատ ավելի լայն իմաստով, շատ ավելի շատ էլեմենտներով ու հետևանքներով ինձ վանում է համակարգերից եւ կանոնակարգված պրոցեսներից։ Օր, ժամ, շաբաթ, տեղ, սրանք ինձ համար ինչ-որ իմաստով էլի համակարգային բառեր են։ Ես հասկանում եմ, որ բաց դաշտում կենդանիների համար ներկայացում չեմ կարող խաղալ, բայց միաժամանակ չեմ կարող ստանձնել թույլ համակարգային պայմանները, որոնք էլի ինձ զրկում են իմ մասնագիտական փորձարկումներից։ Բոլոր գործատուներն ինձ հետ տանջվել են պայմանագիր կնքելիս, որովհետև ցանկացած տող կարդացել եմ առնվազն 2 անգամ, համարելով, որ իմ ոլորտի օրինականությունը գոնե իմ ձեռքով պիտի պահպանվի։ Սա ամենապարզ օրինակն է, իսկ առհասարակ համակարգն իր մեջ համակարգ է պարունակում, այդ մի համակարգը մի այլ համակարգ։ Դու ուզած-չուզած գլոբալի մաս ես, բայց կարող ես գլոբալի մեջ կատարել փոփոխություն։ Հնարավոր է դա անվանվի համակարգային փոփոխություն, բայց հենց դու կարողացար փոփոխության միտվել, այդ պահից ներքին զգացում ունես, որ դու մաս չէիր։ Իմ կյանքի բոլոր էմոցիոնալ պիկերը կապված են Հայաստանի հետ, անձնական, մասնագիտական էմոցիոնալ պիկերը շատ անցողիկ են։ Դա երևի հորից է փոխանցվել, որովհետև հայրս ուղղակի ստիպում էր Սասունցի Դավիթից հատվածներ արտագրել, հարցնում էր ինչ հասկացա։ Պարզ է, որ բան չէի հասկանում, պարզ է, որ լրիվ ուրիշ էր այն ժամանակ, բայց այդպես էլ ծանոթացել եմ Հայաստանի բնությանը Սարի, Լեռան դաշտի իմաստով եւ հենց բնությանը էության իմաստով, մոտ ու հարազատ ենք իրար։
Այդ կապվածության ուրիշ ձևը հայաստանյային քո քառակուսի մետրն է, որի մասին նշեցի: Դու չես կարող փոքր ու մեծ պարտություններից հետո հիասթափվել ու գնալ նեղանալ ու փակվել: Պիտի խոստովանես, որ դու ես թուլանում, դու ես հիասթափվում, դու հոգնեցիր, ու երկիրը կապ չունի: Պիտի չասես, որ նեղացար երկրիցդ ու գնացիր, պիտի ասես, որ քո քառակուսին ուրիշ տեղ ես փորձում գտնել, որը ոչ մի ձևով քեզ հաստատ չի տալու քոնն ունենալու զգացողության բավարարումը: Գուցե տարիներ անց, երբ արդեն կլինեմ 60-ին մոտ կին, հասկանամ, որ իմ էներգիան, մոտիվացիան ուղղվել է մի բանի վրա, որն ինձնից շատ է խլել, բայց միանշանակ է, ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ նման հարցերն ուղղակի ակտուալ չեն լինի, որտեղ օլիգարխի դեմ պայքարելը կլինի ուղղակի անհասկանալի օրինակ այդ ժամանակի երիտասարդի համար: Ես ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ առավոտյան լուրը լինի այն, թե տիեզերքում մենք ինչպես նոր բան բացահայտեցինք: Այն, որ մեր ֆիզիկոսը կամ քիմիկոսն ունեցավ լուրջ հաջողություն այսինչ փորձի ընթացքում, որ մեր երաժիշտը վերադարձավ, բայց հյուրախաղերից: Եվ դու լսես լուրը, համարես բնական, ոչինչ արտառոց չլինի, դուրս գաս փողոց ու արևը զգալով գնաս ուզածդ տեղն առանց մտածելու ազատությանդ, անկախությանդ, արժանապատվությանդ հետ կապված հարցերի մասին: